Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ուզում եմ անդրադառնալ երեկվա մեր ընդդիմադիր պատգամավորների մի քանի մտքերին, որոնք վերաբերում են անվտանգության ոլորտին։ Արթուր Խաչատրյանը նշում էր, որ ծախսերը բանակի վրա աճել են, որովհետև ոչնչացվածն ենք վերականգնվել եւ եկել ենք զորական դիրքի։ Պետք է ասեմ, որ մենք հիմա զորական դիրքում չենք եւ ինքը զորական դիրքը համարում էր 20 թվականի 44-րդ պատերազմից առաջվա իրավիճակը, մենք շատ ավելի բարձր անվտանգային համակարգ ունենք, շատ ավելի նորագույն սպառազինություն ունենք իր բովանդակության եւ քանակի մեջ եւ որևէ համեմատական չենք կարող տանենք 20 թվականի եւ այսօրվա մեր սպառազինության միջև։ Մենք զորական վիճակում չենք, պարոն Խաչատրյան, եւ նույնիսկ 20 թվականին պատերազմից առաջ մենք դժվար կերազեինք, որ կգա ժամանակը, որ մենք կարող ենք ունենալ այսպիսի որոշակի սպառազինության տեսակներ, ռազմաարդյունաբերության ձեռքբերումներ, ՆԱՏՕ-ի ստանդարտի համապատասխան զինատեսակներ եւ այլն։ Մենք զորական վիճակում չենք, դա իրականությանը չի համապատասխանում։ Ասում եք, որ սպառազինություններին, երբ որ հետևել եք, նման է ռազմական գազանանոցի, այսինքն տարաբնույթ, տարբեր երկրների ծագման զինատեսակներ են եւ դրանք չեն կարող ինտեգրվել, միևնույն ստանդարտների մեջ չեն կարող լինել։ Բայց պարոն Դավթյանը նույն խմբակցության մեջ նշեց, որ Ադրբեջանը ինչքան բազմաթիվ երկրներից է զենքեր ձեռք բերել եւ դա ցույց տվեց որպես սպառնալիք մեր դեմ եւ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքբերումներ։ Հիմա ես խնդրում եմ ձեր խմբակցությունը կողմնորոշվի բազմաշերտ համագործակցությունը եւ զենքերի ձեռքբերումը դա լավ է թե վատ, բայց ես պետք է ասեմ, որ դա լավ է եւ ինտեգրման որևէ խնդիր չունենք, այո, մենք զենք ենք ձեռք բերել տարբեր երկրներից, տարբեր ստանդարտների, ՆԱՏՕ-ի ստանդարտից սկսած մինչեւ ռուսական արտադրության զինատեսակներ, բոլորի ստանդարտները համապատասխանում են եւ դա հակառակը մեր զինված ուժերին նոր որակ է տվել եւ պաշտպանողության բարձրացում։ Սու-30-ների մասին խոսվեց, որ Սու-30-ները գնել ենք մեծ խոշոր գումարով, բայց չեն աշխատում, ինչ որ հրթիռներ չունեն եւ այլն, ապա ինչու ենք դրան գնել, եթե հրթիռներ չունեն։ Պարոն Խաչատրյան, պետք է ասեմ, որ մեր Սու-30-ները այս պահի դրությամբ ամբողջապես ֆունկցիոնալ են։ Ինչի համար իրենք նախատեսված են, այդ ֆունկցիաները կարող են ամբողջությամբ կատարել, եթե ուշադիր հետևեինք, կտեսնեիք, որ մայիսի 28-ին զորահանդեսի ժամանակ այդ Սու-30-ները մեր երկնքով սավառնել են ամբողջությամբ իրենց սպառազինությամբ։ Ես չեմ նշի, թե ինչ սպառազինություններ ունեն, բայց իրենց անհրաժեշտ սպառազինությունը առկա է եւ նույնիսկ լուսանկարներ կան, կարող եք հետեւել, տեսնել, այնպես որ մեր Սու-30-ների խնդիրը լուծված է եւ նրանք ամբողջապես ֆունկցիոնալ են եւ խնդրում եմ այլևս չարծարծել այս Սու-30-ների խնդիրները։ Պարոն Գեգամ Մանուկյան ասում է, որ 25-օրյա հավաքները մահակ են իշխանության ձեռքին։ Պարոն Մանուկյան, ոչ թե մահակ են, այլ դուք մեր հանձնաժողովում եք եղել եւ կարծում եմ էլի կլինեք, տեսել եք ինչքան փոփոխություններ, բարեփոխումներ են արել ծանուցման համակարգերի վերաբերյալ եւ այդ համակարգը սկսել է գործել, արդեն դժվար է սողոսկելը եւ վարժական հավաքներին չմասնակցելը։ Կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանության բեռը բաշխվի հավասար եւ դա ստացվում է մեր մոտ եւ դա ոչ թե մահակ է, այլ պաշտպանության բեռի հավասարապես բաշխում է։ Եվ ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, նրանք պետք է մասնակցեն մեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու անվտանգությանը։ Պարոն Մանուկյան, նշում եք, որ տարի ու կես սահմանված մեր զինվորական ծառայության կրճատումը հիմքեր չունի եւ հիմքեր չի ներկայացվել։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչպես եք դուք նման բան ասում, որովհետեւ տասնյակ անգամ երևի հիմնավորումները տվել ենք եւ առաջին անգամ հիմնավորումը տվել է պաշտպանության նախարարը եւ մի քանի անգամ թե հանրային, թե այս ամբիոնից եւ մեր հանձնաժողովի անդամներն էլ այդ հիմնավորումները տվել են եւ ամենակարևոր հիմնավորումը նա է, որ
21-26 թվականի կառավարության ծրագրում նախատեսած էր, որ ժամկետը պետք է կրճատվի եւ իրականացվել է, բայց այդ իրականացնելու համար բազմաթիվ բարեփոխումներ են արել, ինչը հնարավորություն է ստեղծել կրճատելու 6 ամսով զինծառայության ժամկետը։ Բարեփոխումները շարունակվում են եւ հայրենյաց պաշտպան ամենամեծ ծրագիրը, որը իրականացվել է, հայրենյաց պաշտպան ծրագիրն է, որը թույլ է տվել մի քանի հազար մեր երիտասարդների անցնել պայմանագրային ծառայության, ինչի հաշվին էլ մեզ հնարավորություն է ստեղծվել կրճատել զինծառայության, պարտադիր զինծառայության ժամկետը։ Պարոն Գեղամ-Մանուկյանը ասում էր, որ երրորդ կորպուսի հրամանատար չունի, պարոն Մանուկյան հրամանատար ունի, ոչ մի րոպե հրամանատարի պաշտոնը թափուր չի եղել, հրամանատարի տեղափոխումից հետո անմիջապես պաշտոնակատար է նշանակվել ամբողջական լիազորություններով եւ գուցե աշխատանքային փորձաշրջանի մեջ է գտնվում եւ փորձաշրջանը ավարտելուց հետո գուցե համապատասխան նշանակումները կլինեն։ Պարոն Մեսրոպ Մանուկյանի մտքերին անդրադառնամ, թմրամիջոցների տարածվածություն, այո, թմրամիջոցների տարածվածություն այսօր լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, բայց պետք է ասեմ Հայաստանի Հանրապետությունը այս առումով որոշակի բարվոք վիճակում աշխարհի բոլոր երկրների հետ համեմատած, նույնիսկ ռեգիոնի երկրների հետ համեմատած, սակայն դա մեզ չի բավարարում, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք նաև ձեր օգնությամբ, որ նվազագույնի հասցնենք թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Եվ պետք է ասեմ, որ 3-4 տարի առաջ Telegram ալիքներով կային խանութներ, այսպես ասած, թմրամիջոցների, որոնց թիվը հասնում էր 1500 եւ ավել։ Վերջին 3 տարվա մեջ ոստիկանությանը հաջողվել է մի քանի անգամ կրճատել այդ Telegram ալիքների խանութները եւ այդ կրճատման process-ը շարունակվում է, բայց պետք է համալիր միջոցներ ձեռնարկենք եւ ամեն ինչը տանենք դեպի զրոյացման։ Ոստիկանության բերետները պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե իշխանությանը։ Պարոն Մեսրոպ Մանուկյանի խոսքերն են, ուրեմն ոստիկանությունը ծառայում է օրենքին եւ իրականացնում է իր առջև դրած խնդիրները եւ ես չեմ կարծում, որ սա ճիշտ միտք է, տեսեք, այն ժողովրդի կողմից է ընտրվել այս իշխանությունը եւ այո, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը պետք է պաշտպանվի այնպես, ինչպես ցանկացած անձ, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձ, այսինքն ոստիկանությունը իր առջև դրած խնդիրները կատարում է բավարար եւ լավ մակարդակով։ Գառնիկ Դավթյանը նշեց, որ Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 3-ից 5 անգամ ավելացել է, ավել է ծախսում, քան Հայաստանը, սա պարզ է եւ մանրամասն թվարկեց, թե ինչ զինատեսակներ է ձեռք բերել Ադրբեջանը, պետք է ասեմ, որ այո, այդ զինատեսակները Ադրբեջանը սկսել է ձեռք բերել 2011 թվականից, ամենամեծ ձեռքբերումները միլիարդավոր դոլարների սկզբից եղել է Ռուսաստանի Դաշնությունը, ապա Իսրայել, Պակիստան, վերջերս է Պակիստանից մի քանի տասնյակ J-17 կործանիչներ եւ այլ, եւ մենք չենք պատրաստվում Ադրբեջանի հետ քանակական եւ ծախսային մրցավազքի մեջ մտնենք, այս ամեն ինչը ուսումնասիրվում է, մեր անվտանգային վիճակը գնահատվում է եւ ըստ այդ գնահատականի կառուցվում է մեր անվտանգային վիճակը եւ պետք է ասեմ, որ բավականին մեծ աշխատանք է իրականացվել այս առումով, պարոն Մանուկյանի հետ ամբողջությամբ համաձայն եմ այն մտքի մասով, որ ասում է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք տեղական ռազմարտությունաբերությանը։ Այո, միանշանակ մենք տեղական ռազմարտությունաբերությանը պետք է մեծ ուշադրություն դարձնենք։ Ես տարիներ առաջ ասել եմ, որ մի քանի տարի անց մենք ունենալու ենք արտահանում զինատեսակների, որը քիչ հավատալի էր, բայց այսօր դա տեղի է ունեցել, մեր ռազմարտությունաբերությունը բավականին ճկուն է, բավականին մեծ հնարավորություններով եւ կարծում եմ, որ այս շարունակական ուշադրության պայմաններում մենք լուրջ արդյունքների կհասնենք, բայց եկեք չմոռանանք, որ 30 տարի մենք գրեթե ռազմարտությունաբերություն չենք ունեցել, մենք անգամ մեկ փամփուշտ չենք արտադրել, բայց այսօր մենք արտադրում ենք անօդաչու համակարգեր, մենք արտադրում ենք հրետանային միջոցներ, որոնք գուցե աշխարհում իրենց տեսակի մեջ ամենալավն են, մենք արտադրում ենք, ինչպես պարոն Ալեքսանյանն ասեց, 155 մմ-անոց ՆԱՏՕ-ի ստանդարտիականներ, արկեր, 40 կիլոմետր հեռահարության եւ մի շարք շատ այլ բաներ։ Այսքանը եւ ուզում եմ անդրադառնալ պարոն Աղաման Վարդանյանի մի մտքին, որը կարծում եմ վիրավորական է եղել եւ առաջարկեմ, որպեսզի նա ներողություն խնդրի
այդ աշխատավորներից, այդ աշխատանքային կոլեկտիվից, նա քրեակատարողական հիմնարկների ծառայողներին անվանեց կլյուշնիկ, այդ բառը շատ վիրավորական է եւ քրեական ենթամշակույթին հարող շրջանակներից ծագած բառ է դեռևս խորհրդային տարիներին։ Ես առաջարկում եւ խնդրում եմ, որպեսզի պարոն Վարդանյանը ներողություն խնդրի, որովհետեւ դա վերաբերում է հարյուրավոր մարդկանց։ Շնորհակալություն։ Արփինե Դավոյան։